Մի ընդհանուր 100-ից ավել սաղ ձագեր են էլի։ Էսի ուրփաթորն եք հայտնաբերել։ Ուրփաթորը հայտնաբերել ենք արդեն մենք մեր բանով։ Հիվանդություն ուրփաթորը հայտնաբերվել է։ Իսկ որտեղ գնացիք դիմեցիք։ Արմավիր թե Արմավիր դիմել եմ մեր սննդի անվտանգության տեսչություն, հա։ Գառնիկ Գրիգորյանին, այսինքն ստեղից Գրիգորն է զանգե, գնացը դիմել եմ Գառնիկ Գրիգորյանին, Գառնիկ Գրիգորյանը ուղեգիրա գրել, ես անձամբ ինիցիատիվով տարել եմ լաբորատորիա։ Լաբորատորիան որտեղ է էլի։ Երևան թե Արմավ։ Երևան, այդ Ավանում ա եղել Ծաղիկի փողոց։ Հա։ Անասնաբուժական լաբորատորիա։ Տարակնդեղ ինչ ասեցին։ Դե տարակնդեղ ասեցին մի 3 օրից պատասխանները կգա, ասի խնդրում եմ էլի, ինձ որ օրը 15-ա, 18-ա։ Կա 20-ատ էլ։ Հա, գառը սակում, ասի մեկ պատասխանները ուղարկեք, որ ես իմանամ ինչ է, կարանանք դեմը առնենք։ Հա, ասեցին օրգանները պետքա տակ լինի, դե 2 հատի տարել է, մի հատը ոնց որ չեր եղել, մեկը եղել էր, ասի եթե պետքա, կարամ վաղը մի հատ էլ բերեմ ես, բայց չէ, եթե պատասխանները բացասական եղավ, մենք կուղարկենք, եթե դրական եղավ, արդեն պատասխանը կգա։ Հիմա երեքին ուղարկել եմ իմ WhatsApp-ին ուղարկել են թելիլիոս հիվանդությունը, թղթերն է մոտս է։ Հա, իսկ չասեցիք դրա դեմը ոնց կարան կար։ Արդեն խոսացի գյուղի անասնաբուժի, մեկ է դալարգի անասնաբուժի հետ, Գրիգորի հետ, ասեցի, եթե թելիլիոս հիվանդություն ուղարկել եք, մենք բացատրեք իմանամ, ասեցին դեղնախտի տիպի հիվանդություն է, ինքը տզից ալնում, այս ասի էդի բացառվում է, այս ոչխարը 3 անգամ լողացրել եմ տզի քոսի ոչնի դեմ։ Տեզը կերև արվել։ Տիզը ես իրանց ասել եմ, եթե արեք 1000 հատ ոչխարը ավել, արեք բռնենք, հադատնանք, եթե մեկի վրա տիզ կա, ուրեմն այդ մեղավորը ես եմ։ Հա, ես հիմա այդ իրանց ուղարկած պատասխաններին չեմ հավատում։ Այդ թելիլիոս հիվանդությունը էդի բացառվում է։ Այսինքն դեմը բուժում չեն ասում, ինչ դեղամիջոց։ Չեն ասում եմ լավ, եթե թելիլիոս հիվանդությունն է, դուք գիտեք այդ հիվանդությունը թելիլիոզն է, դրա դեղը ասեք, վակցինան ասեք, ես բերեմ դեմը առնեմ։ Անեշի, եթե 100 հատ դներ ես հաստատ չէի դիմի, եթե 1000 հատից ավել գար կա։ Ու արդեն սպանդը սկսվել է սրանց։ Այսօր դուրը բացել եմ, հենա մի հատ էլ դեսա նոր է, սատկի, հեսա ցույց կտամ։ Դուրը բացել ենք, արդեն տղեկը գնացին նայել են 8 հատ գար է սա։ Այսօր մարտի 12-ին արդեն 8 հատ էլ էլի հայտնաբերել եք։ Հայտնաբերել եմ, մի հատ էլ նոր եմ հայտնաբերել, հետա տեղ հեսա ցույց կտամ։ Իսկ էկոնոմիկայի նախարարություն չեք ուզում դիմեք կամ մարզպետարան։ Ես ճիշտն ասած, ես այս հիվանդությունը նոր է եղել։ Ես արդեն ամեն տեղ էլ պետքա դիմեմ, մարզպետին էլ պետքա դիմեմ։ Վարկերով վերցրած։ Մարզպետին էլ պետքա դիմեմ, պետք եղա վարչապետին էլ կդիմեմ, այս հիվանդության դեմը պետքա առնեն։ Այս տնտեսությունը որ տեսնում են սենց սարկած, այս ինձնից չի եղել, այստեղ վարկ ենք վերցրել 1000 աշխատող ենք պահում, ամեն օր փող ենք այս անասունի վրա, ուրեմն 150,000 մենակ խոդ ա ուտում այս անասունը։ Հետո նաև կա վտանգ, որ կարող տարածվի ուրիշ տեղեր, չէ։ Վտանգի մասին իրանք էլ չեն մտածում, չեն գալիս, չեն ասում, լե մի հատ արեք նայենք, վերջը կարանտինա, չգիտեմ ընդ ինչ է 1000 հատ, ինչու չեն ասում դաբաղա, որ ասում են թելի, ես էլ մտածում եմ դաբաղա։ Մեծ մասը ձակուկներ են, չէ։ Երևի ձակը մայրերին բան չի լինում, մայրերը անցնում է ձակերը ջերմությունն է ելնում, սենց ասեմ, ջերմությունն է ելնում, իրանց որ բացում ենք ներքին օրգանները, իրանց լիարդը թոքերը խաշած է արդեն։ Ջերմությունը չի, ջերմությունը տանում է իրանց, չեն դիմանում ջերմությանը։ Սենքնես չի, տնտեսությունը նորմալ տնտեսությունն է, կերը տեղը ջուրը դեմը, ամեն ինչն էլ կա, սաղը նորմալ եղնում է, սա առաջի անգամ որ եղավ այդ մի հատ երկու դե ասենք գլխականակը շատ է, կարող մեր անուշադրության պատճառով ա եղել, մեկը կաչ չի կերել, մեկը էսա, մեկը էնա, հետո զգացինք որ չէ մենք այս գործի մեջ ենք, էլի առաջի անգամ մենք գար չենք տենում կամ առաջի անգամ գար չենք պահում, հետո զգացինք առավոտ գնացել ենք դուրը բացել ենք 12 հատ գառ է սատկած առաջի օրը։ Ու դրանից հասկացանք որ հետո արդեն զանգեցի ես կոմենքում, արդեն շատ մարդիկ կան որ զանգում են, պրոստը չեն բարձրացած։ Իսկ գյուղում մենակ ձեր մոտ է, թե։ Մենակ իմ մոտ է, կոնկրետ մենակ իմ։ Բայց վտանգ կա էլի որ։ Վտանգ կա, կարա լինի, չի բարձրացնում։ Շատ կայծակնային արագությամբ տարածվում է։ Իմ տավարը, ես տավարել եմ պահում։ Ներկապային իմ խոշոր երջերավոր անասունը դաբաղ է։ Այն օր եկել են Դաբաղի ինստիտուտից 2 օր առաջ, անալիզ են վերցրել, տարել են, ասում են մենք հասկանանք ես ինչ հիվանդություն է։ Իմ տավարը սրանից 4 ամիս առաջ էլա դաբաղ ընկե։ Եթե դաբաղ ընկե, պետք է 6 ամիսը մեկ դաբաղը կրկնվի այդ հիվանդությունը։ Իրանք էլ չեն հասկանում ես ինչ հիվանդություն է։ Իրանք գառների համար չէին եկել, բայց այդ մարդը ասաց, որ եկե հասել եմ Ալբերտ ջան, ասաց մեկի ներքին օրգանները բացի, մեկի սիրտը, մեկի փայծակը տանենք, ստուգենք ու ոչ էլ պատասխան ա եկել։
Էդի որտեղից էին եկել։ Դա ասացին ոնց որ Դաբաղ ինստիտուտից այդ ամբողջ Հայաստանի գլխավոր բաններ, բժիշկներ իրար խորտա Եկել են գյուղ։ Հա, եկել են գյուղ։ Էդի երբ։ Երեք չէ առաջի օրը գյուղի անասնաբուժը եկել մեր կպած համայնքի կողքի համայնքի դալարքի անասնաբուժը Գրիգորը բերել էին այստեղ, որովհետև առաջի զանգը իմ մոտից ա եղել, որ սենց բան կա։ Բայց այս հիվանդությունը շուտվանից ա եղել, ոչ մեկ չի դիմել, ոչ մեկ չի ահազանգել։ Դրա համար էլ այսօր սենց խնդրի առաջ են։ Մարտի 12-ն է, գտնվում ենք Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրում, այստեղ երկար տարիներ նույն գյուղի բնակիչը, այն որ ասում է իր թիմով, իր աշխատողներով զբաղվում են, ընտանիքի անդամներով զբաղվում են ոչխարաբուծությամբ, անասնաբուծությամբ ու ահա ուրբաթ օրը հայտնաբերել են որ իրենց պատկանող մեծ թվով գառնուկներ սատկել են։ Անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որտեղից եկել են, նայել են, հետո անալիզ են արել։ Ինչ են պատասխանել, ախպեր, ինչ են պատասխանել։ Դուք Ովտերը մոտս։ ուրբաթ օրը ինչ կասես համառոտ։ Ուրբաթ օրը։ Այդքան կստե, հա։ Ուրբաթ օրը Հայտնաբերեցիք։ Հա, ես ուրբաթ օրը հայտնաբերել եմ արդեն, որ իմ անասունն է այս հիվանդությունն, հա, հիվանդություն։ Գառնուկները էլի։ Գառնուկները, հա, ոչխարները կաղում են, ոչխարների սրսկում ենք, անտիբիոտիկները հենա շարած, անտիբիոտիկ սրսկում ենք ոչխարը անցնում է, բայց գառների մոտ ոչ մի փոփոխություն։ Հա։ Հետո հայտնաբերեցիք քանի հատ սակած, օրինակ այստեղ արդեն 100-ից ավել կա։ 100-ից ավել է ստե, հիմա նախնական 100-ից ավել է, արդեն սկզբում սատկավ մի հատ, երկու հատ, հետո արդեն հաջորդ օրը, հենց այդ ուղբա շաբաթ օրը արդեն սատկավ 13 հատ։ Էդի ցերեկը։ Այսօր մարտի 12-ին էլի 8 հատ հայտնաբերել եք։ 8 հատ հայտնաբերել եմ, մի հատ նոր եմ հայտնաբերել, 9-րդը արդեն դա է, որ իրա մոր մոտ է, էլի ոչխարի մոտ է, դե չեմ էլ հանել դուրս։ Հիմա սատկածն է դա տեղում է։ Հետո ում դիմեցիք, որ կառույցին դիմեցիք։ Ես դիմել եմ գյուղի անասնաբուժին, Էլբակյան Ժաննային, հետո դրանից հետո զանգել եմ Գրիգորին առավոտ։ Հարևան գյուղի անասնաբուժն է ինքը, մեր դալարիկ համայնքի անասնաբուժն է։ Զանգե ասել եմ Գրիգոր ձա, ասել եմ Ժաննային եմ զանգե, մի հատ ասել եմ մոտեցեք իմ մոտ, սենց բան կա։ Իրանք միջև հասան, 3 հատ գառ արդեն ընկել էր։ Կիսա սատկած վիճակում, հələ չէին սատկե։ Գրիգորը տեսավ, էլի ասեց ինչ է կատարվում, ասի բեր մեկ այսի սատկում եմ, այդ վիզը կտրեմ, սրա ներքին օրգանները բացենք, նայենք, բացեցինք, ոչ մի բան չենք հասկանում, ոչ էլ։ Տարել եք Երևան։ Հա, էդի կոնկրետ էդի չեմ տարել, հաջորդ օրվա սատկածը տարել արդեն Գրիգորը զանգեց Գրիգորյանին, Գառնիկ Գրիգորյանին, ասեց որ Գրիգորյան ջան, սենց բան ա եղել, մարդը ասում է որ մտնայինք ինչ ենք անում։ Գրիգորյանը ասել էր թե այսօր չենք աշխատում, վաղը թող առավոտ բերի, այդ օրգանները ուղեգիր գրենք, թող տանի Երևան։ Տարել եմ Երևան, 3 օր հետո պատասխաններ եկել է թելիլիոս հիվանդությունը։ Բայց չեք ասել դրա այդ հիվանդության դեմը ոնց կարող ենք առնել։ Ասել եմ, Ժանային էլ եմ ասել, Գրիգորին էլ եմ ասել, ասում են ինչ որ տզի կծած է, դրանից բան է եղել։ Վարակվել է ոչխարը, ոչխարից էլ գառը կաթի միջոցով սատկում է, բայց էդի կաթի միջոցով չի սատկում, որովհետև այդ ոչխարին մենք կերցնում ենք ներկապային, հիմա ուրիշ կառն է։ Դուք հերքում եք որ Ես հերքում եմ, այո, իմ ոչխարը թելիլիոս հիվանդությունը չի, էսի ուրիշ հիվանդություն է, իրանք չեն ասում։ Ես հերքում եմ, էսա, եկեք մոտիկ։ Մի րոպե կներես, եկեք մոտիկ, հեսա ես ցույց տամ։ Եթե էսի թելիլիոս հիվանդությունն է, իրանք ասած տզի կծած, այս վաղ նախ տիժ չկա, էդի բացառվում է, ոչխարը 3 անգամ տզի դեմ լողացրած է, էս էլ, հələ ստե տիզ կա, տիզը լնում է այստեղ Տիզը այդ կողմերն է լինում, հա։ Տիզը մեկ էլ լնում է այս իրա թևի դոշի տակը։ Բայց չկա։ Ստե տիզ կա, հələ գառին է, կա։ Առողջ ինքը կենտանի գառ է եղել, որը բացեմ, Էս էլ իրանց մոտ եմ, իրա ներքին օրգանները բաց է, հան է, որ հասկանանք, ինչ է, էլի ոչ մի բան չեն հասկանում։ Հիմա դուք դիմում եք այստեղից կառավարությանը։ Կառավարությանն եմ դիմում, մարզպետին եմ դիմում, չգիտեմ, վարչապետին եմ դիմում, բոլորին էլ դիմում եմ, որ մի հատ միջոց ձեռնարկեն, ես էլի եմ ասում, ստեղ 100 հատ ետելներ գլխականակը, ես չէի բանանի։ Հեսա կնկարեք, կտեսնեք իշկանա գլխականակը ու օրական անկում, ամենաքիչը օրը 10-ից 12 հատ գառ է սատկում։ Ամենաքիչը։ Հենա ուրբաթ օրը, այսօր չորեքշաբթի է։ Հա։ 5 շաբթի է այսօր։ Հա 5 շաբթի է, 6-րդ օրն է արդեն 100 հատից ավել գառը սատկեց։ Հենա
Գառները փաստացի աբացուց։ Բոլորն էլ վարկով վերցրած։ Վարկով վերցրած է մի մասը վարկովա վերցրած մի Դե մասը կապ չուն, բա վարկով առավոտի ծիրիկուն կռիվ եք տալիս։ Համար տանջվում ենք, կանողներն էլ մենք ենք, ճիշտ է, հա, բան էլ կանողը կա, բայց ամբողջ օրը գիշեր ցերեկ մենք սրա հետ ենք։ Էսի մեր աբրուստն է, մեր աբրուստի ապրելու միջոցն է։ Խոդ ենք առնում, խոդ ենք բերում, չգիտեմ, հազարը մենք էլ ենք սրա հետ մեկտեղ էլ 6-7 հատ ընտանիք ենք պահում։ Ես հիմա վտանգ կա, որ կարող է իրանք էլ արդեն ողները տաղող ոչխարներն են։ Հիմա լավ, եթե լավ գառը չեք կարում դուք բացահայտեք ինչ հիվանդություն է։ Ենթադրենք գառը մանր է, չեք կարում բացահայտեք։ Բայց ոչխարը որ կաղում է, լարեք ասեք, էսի խի է կաղում, դաբաղա, չգիտեմ ինչ է։ Հենա ցանկացած ոչխարը սրանք դաշ չեն կարում այդտեղ։ Ես օրը արդեն 400 հատ ոչխար եմ տունը պահում ու առնվազն 50-ից 60 դուք խոդ եմ կերծնում ներկապայ։ Այսինքն ես պետք է 100,000-ի օրը խոդ կերծնեմ, մի 500,000-ի էլ գար թափեմ։ գրգռված լինեն։ Իրանք բադան բչան չգան կանգնեն գյուղացու կողքին խորհուրդ տան, մասնագետներ կան։ Այն պապին լավ էր ասում, գյուղնախարարություն կար, առաջ դիմում ենք, իմի։ Գյուղնախարար ունենք, ասում ենք գյուղատնտեսություն զարգացնել։ Չկա գյուղնախարարություն չի, էկոնոմիկայի նախարարը։ Եկեք էկոնոմիկայի նախարար, գյուղատնտեսություն զարգացրեք, ոնց զարգացնենք։ Մի կողմից գառը ծնվել է նորացին գառ, 8 հատ ծնում է, օրը 12 հատ թագառ ենք թափում։ Հենա, նայտես, հենա ձակուկի հետ է գառը, հեսա, նայ։ Ահա կգաս այդ գառը չկա, այդ մաղաշ գառը ինչ է։ Միլիոնների վնաս է։ Այն մյուս կողմն է, անցին դե խծած է, հեսա մետ կբերենք կտեն, անցի այն կողմը խծած է։ Ես օրը 1 միլիոնի վնաս եմ արդեն զանում։ Դոնեմ հա դեղը առնում եմ, ես չեմ ասում բերեք ընձի ձրի դեղ տվեք։ Մասնագետը նայ ասի ինչ։ Չեմ ստե ողորմություն խնդրում։ Ես ուղղակի ասում եմ այդ համապատասխան չեք կարում, համապատասխան մասնագետ բերեք, թող այդ մասնագետը գտնի ինչ հիվանդություն է, ես ոչ դեղ եմ ձեզանից խնդրում, ոչ էլ բան։ Ես էլի իմ միջոցներով, իմ ֆինանսական, իմ գրբանից փողը տալիս, դեղը առնում եմ։ Եթե ես 3 տեսակի դեղ եմ սրսկել եմ նիտոքս 200, սրսկել եմ պենստրեպ, սրսկել եմ Էդ էլ այսօր եք, չէ՞ այդտան բերել։ Մի կես ժամ առաջ, Հա։ սատկած, կես ժամ առաջ, հա։ Սենց բանում է տեսել։ Կես ժամ առաջ, հələ ինքը թազա, հələ իրա ոտները։ Ուր ասե вообще տիզել չկա։ Այդ էր ցավը։ Ստե ուրա տիզ, լստեն այ։ Մի հատ թող տիզ Մաքուր, հենա, Թող մի հատ իդեալական։ ոչիլ գտնեն վրան։ Մենք առաջի անգամ չենք պահում, մենք էս 20 տարի էս գործի մեջ ենք։ Մեկը չի գալիս կողքերս կանում, ասի գիտես ինչ կա, սենց է։ Հիմա ես ուզում եմ այս անասունը սրսկեմ, ես չգիտեմ ինչ սրսկեմ։ Հա, առողջ կա, էսի բանը դիտեմ ես գառը չես, գառին ինչ է, էսի առողջ կա։ Հենա զակուկը։ Այս զակուկները հերթով կգնան, եթե մասնագետը չասի ինչ դեղ։ Հեսա ես կգնանք այն մստերը կնկարենք, հիմնականում դերից է գնում։ Հեսա կտեսնենք ընդ ինչ է եղել։ Այդ զակուկը։ Հա։ Նա թոլացել է, նայ, թուլանում է, նայ։ Հա, այդ էսել։ Հենա թուլանում է, տես, հեսա կաղա սատկ ես խեղճը։ Չէ։ Իրա թոքել արդեն խփում են, իրա շրջանությունը նայես դերին։ Բայց ըստ քեզ ինչից կլինի։ Ես
չգիտեմ իմ հիմնական կասկածը Դաբաղն է հիվանդությունա, որ Դաբաղը պետք է կառանտին լինի ու ես ոնց հասկանում եմ, որ ներկա պահին չի եղել կառանտին։ Հիմա չգիտեմ արդեն կա չկա, այդ տզի կծածն է ցա, Չկա տիզակը, որին նայում ենք մաքուր։ Եթե տզի կծածը լինի, էդի արդեն բարտելու են մեղքին վրա, ասելու են քո ոչխարը ենթադրենք ոչլո դեր, չես լողացրել, վրեն տիս կար, տզի կծածը ծլնում է դեղնախ հիվանդություն է, ես չեմ հերքում։ Բայց որին նայում ենք մաքուրը։ Ցանկացած ոչխար, մոտեցի։ Որին նայում ենք մաքուր։ Նայ, հլսնա։ Դիզել նոմա այստեղ։ Հա, այդտեղ անքա լինում։ Ցանկացածը, ես ասում եմ, հազարատ ոչխար կա ավել, ցանկացածը բռնեմ, եթե մի հատ դիզ եղա վրան, ես իրանցից ներողություն կխնդրեմ, կասեմ կներեք, ժողովուրդ ջան, մեղավորը ես էի, իմ մեղքի գցում եք, ես բացառում եմ այդ իրանց ասած հիվանդությունն է, տզի կծած հիվանդություն է, թելիգիոս հիվանդություն է, այս ուրիշ հիվանդությունն է չեմ բարձրաձայնում։ Այդ լաբորատորիան ինչի համար է, որ ինքը հիվանդությունը նշել է, ենթադրենք մարդը հիվանդա գնում է անալիզա տալում, ասում են գիտես ինչ կա, տղա ջան, դու այրան ռակ ես, քեզ փրկություն չկա, գնա, դե թողան ասեն ես գարներն է, ոչ սրսկի, ոչ է, դու սաղ սատկեն ես, անիմաստեղը ոչ ներվային անեմ, ոչ էլ ծախսեն եմ, համակերպեմ այն մտքի հետ, որ ես գարները պետք է լրիվ սատկեմ, վсё, ես էլ պետք է վաղը գնամ սար, պետք է տանեմ թալին համայնքում 800,000 սարի փող ուզեմ, չգիտեմ աշխատողի փող պետք է տամ, էսի պետք է անեմ, խոտ պետք է առնեմ այն անեմ, այդ էլ որտեղից պետք է անեմ, չգիտեմ, վաղը մյուս օր էլ վարկ պետք է տակ, այնպես չի, այդ վարկը այսօր ցանկացած գյուղացին էլ ունի, ասում եմ մի տնից չենք, բայց մի հալի ենք սաղս, ով էլ անասունապահում, հողամշակում, այսօր բոլորն էլ վարկ ունեն։ Խոշոր ջրավորներն էլ են, չէ՞։ Ավելի չեն ապարտի գան։ Ընդհանուր ինչքան հա։ 1100 էլի։ Խոշոր ջրավորները ստե հա։ Բայց լույս կա։ Լույս կա, հա, այս հենց այս դիմացինը կաս նկարես։ Էսի հա։ Այս ես, հիվանդ։ Օ, հենա փրփուրը բենից թափում, այ։ Էսա փրփուրը բենից թափում, այսի դաբաղա։ Այս չգիտեմ որտի բնա դաբաղի, որ տեսակն է։ Էսա, այսի։ Էսի կա էս այն կողքինն էլ է։ Կողքինն էլ է, հենա, հեսա նա ախպեր։ Իմասը դաշտ են առողջները։ Սրանք վարակվածներ արդեն տունն են։ Սրանց անալիզները նայել են, Արել են, բայց պատասխան չի եկել, դապարտից են երևի իրանք։ Ոչի։ Արել են, բայց elə ոչ մի բան չկա։ Ախպեր հենա այն մյուսն էլ է։ Հա, դրանք սաղ լրի վարակված են։ Բայց վարակվածները ինչ պիտի անեն։ Բուժում, չէ՞։ Դերցան գուղեն, դերվերքն։ Սրանք արդեն 4 ամիս ու լեչի լրացը երկրորդ անգամ են դաբաղ լինում, այս նույն անասունը։ Սենց բան մենք չենք տեսել։ Դաբաղ եղել է մեր գյուղը, դաբաղ եղել է վերջի անգամ 2015 թվականի դեկտեմբերին, շարունակվել է մինչև 2016 թվականի հունվարի կեսեր ու անցել է մենք դաբաղ հասկացողություն էլ չենք իմացել, դաբաղ միշտ բանը չի եղել գյուղում։ Անցած տարի սեպտեմբեր ամսից արդեն այս հիվանդությունը մտել է մեր գյուղը, ոնց մտել է, չի դուրս գալիս։ Ոնց մտել, դες մնացել է։ Հենց է որ սաղ տարին էլ այս դաբաղը եղել է։
դիտոքս 200։ Այն այս դեղերը ձեր միջոցներով առել եք ու անընդհատ ու անընդհատ սրսկում եք։ Էսի նիտոքս 200-ն է։ դա ինչ անում, նա ինչ Էս անտիբիոտիկ է, էսի ջերմիջեցնող է, էս էլ չգիտեմ նոր դեղա ազալիցին հենա գինել մի ամանը 4500 դրամ։ Ու սենց ամեն օր դեղեր առ, լիցես անասունի փոլը ու անիմաստ անարդյուն։ Ու անարդյուն։ Էս էլ այդ իրանց ասած տզի, չգիտեմ, քոսի, ոչխարի, էս էլ կարամ հիմա զանգեմ դիտոքս։ Էսի նախատեսված է էս ոչխարի մեկ էլ թոշոր եղջերավորի այդ ոչիլ քոստի բայց որը նայեցին մաքուր էր Ես կարամ զանգեմ բանին մեր գյուղի անասնաբուժին ասեմ Ժանա տոտա ջան քանի օր առաջ եմ ես այս դեղը տարի ու քանի տոննա ջրի համար քանի աման եմ տարի տոննա 200 լիտր ջրի համար բերե թունդ եմ բացել օգտագործել եմ 3 աման այս դեղից որ օգուտ տա արդյունք տա բայց ոչ լողացրել եմ փետրվարի 13-ին մինչև նախքան ոչխարի ծնելը ոչխարը սկսել է ծնելը փետրվարի 16-ից ես 13-ին լողացրել եմ որ վերջը դե լողացնում ենք ամեն տարի լողացնում ենք որ քոս ոչի չգիտեմ բուրտը չթափի հազարատ հարց կա Սա բուժումներ անում ենք, այսօրվա դրությամբ էլ մենք տանած ենք մի հատ այս դեղից էլ ման ենք տալիս, ասում են այս դեղն աուկը տալիս սուլֆազիտրին, այսօրվա դրությամբ այս դեղն էլ որ բազան զանգում ես, ասում են այդ դեղից Հայաստան չկա, չգիտեմ։ Պետք է զանգենք դրսից դեղ ուղարկեն, բայց մեկ էլ չի դեղի, եթե իմանամ այս դեղն էսի լուծի համար է նախատեսված եղել։ Հիմա ինքը տալիս է մի քանի հիվանդություն ու մի 6-7 կենտանու կարաս այս դեղը սրսկես։ Որ դեղը ուզում ենք, որ նոր ասում են իրանք այս դեղը օգուտ կտա, չգիտեմ ինչ, զանգում ես մեր բազանեսի չկա, այն բազան չկա, դրսից պատվիրեք թող գա, եթե գիտեք այդ դեղն է, դեղ բերել այսօր ասենք խնդիր չի, դեղը կարան Ռուսաստանից մի օրվա երկու օրվա այդ դեղը բերեն հասցնեն Հայաստան։ Ու այս հիվանդություն տարածվում է։ Հա բայց կաղա կողքի գյուղեր էլ տարածվի Որոշորը եղջերանորա հիմնականում իր անասուն։ Ձեր մոտ էլա, չէ։ նույն բանն է։ 3 առաջ օրվանից։ 3 հոգու անասունն է, իմն է, հորոխորը ստեղունն է, մեկ էլ մեր ազգությամբ եզդի տղա է, 12 տարի եղավ իրար հետ մենք ստեղ մնում ենք, ստեղ անասուն է, այդ խեշտղեն ամճծավ գարը, ուսենք այդ տղու վիճակը տենաս, դու ես մի ամիս այդ մարդիկ չիտեն քունն ու դատարը ինչ բան է։ Սենք այսօր հազարադի հետ են խոսում, այսօր հազարադ հետի սենք լուրջ թիվ է, տնտեսություն։ Ախպեր 500-ն, 100-ն լուրջ թիվ։ Բան եմ անում, ողորմություն եմ խնդրում, ոչ ասել եմ գելն ամա դե եկեք ընձի փոխհատուցում տվեք։ Չէ, մեզ փոխհատուցումը չի դենց։ Մասնագետը գա լուծում տա, ասի ես դեղը։ Հանգարցեն շարունակվավ, ես ասում եմ, ես կդիմեմ կառավարությանը, կդիմեմ մարզպետին, կդիմեմ վարչապետին, կասեմ կբերեք ձեր։ Այն օրը ես գնացել եմ սննդի անվտանգության տեսչություն, ինձ ասում են տար թաղի։ Ես խի պետք է տանեմ թաղեմ, ես ասում եմ, ես չգիտեմ թաղելու է թե վառելու է։ Տանեմ թաղեմ հետքերը վերացնեմ, չեմ թաղելու, պահելու եմ այնքան մինչև ամենավերջի մարտում բերելու եմ ես ստեղ։ Թողան ես հարցին լուծում տան։ Հələ դու մի հատ ընդ նկարի դու գարի քանակի նայի, կարող ես պետք է բան անեմ, այդքան տանջվեմ, քրտնեմ իմ աբրուսն էլ այսօր տամ էտա շները ուտեն, հա, տամ էլ տան։ Հիմի ձերն էլա, չէ, ագին, քանի հատ է սատկե, ձերն էլ չէ։ Չի սատկել, նոր անգել, բայց շատ ծանր են տանում։ Վտանգ կա էլի, մտավախություն։ Այնա որ հարևանությամբ է ու հարևանությամբ լիքը ֆերմաներ կա, ասենք ցանկությունը չկա, որ ինչ-որ մեկինը նույն հիվանդությամբ բարակվի։ Դրա համար ուզում ենք որ ինչ-որ միջոցներ ձեռնարկեն, դեմ առնենք, տենանք ինչ անենք։ Որ ստեղ եմ, ինչ կա։ Հետո գիտես ինչ, ես որ տեսա, Հա, ստեղ է։ ապահով, ոչ գելը կարա գա, ոչ բան կարա գա։ Աուրա չուն ունենք։ Շունը բացի, պարիսպերյանտի։ Հող եմ ծախսել, էսի թազա եմ, նոր եմ սարքել, որ ես անասուն աբահով տեղ լինի, անձրևին չմնա, չգիտեմ, ձյանը չմնա, սենք էսի սաղ իմ ձեռքերը։ Հետո զարգանում, ոչխարաբուծությունը զարգանում է։ Ոչխանակ ենք զարգանում է, ես ասում եմ, ես էլի եմ ասում, ոչ իրանցից դեղ եմ խնդրում, ոչ ողորմություն եմ խնդրում, ոչ էլ բան Արեք մի հատ կանգնեք, եկեք անասունի գլխին, դուք չեք հասկանում, ձեզից ավելի լավ, ասում եմ լավից լավը կա։ Բերեք մի հատ սրա դեմը առնեք մենք, այս անասունը օբրիսենց չետա մենք սրա վրա միլիոններ ենք ծախսել։ Գնացի ասել ես ինչ բուժում անեմ, ասում եմ չգիտեմ, հա։ Բայց դու ուղարկել ես, դու ես չգիտեմ, դու լաբորատորիայի տնօրենն ես, չգիտեմ, դու ով ես վերջը, դու ես դիմում եմ ասում եմ, եթե հիվանդությունը կա, հայտնաբերել թելիլիոս հիվանդությունը, ինձ ասում են էդի այդ հիվանդությունը չէ՞ էլի որ կարա դες գար սատկի դրա համար։ Ասենք ոսկի 5 օրվա մեջ 100 հատ գար սատկի։ Էդի աբսուրդ բան է, դες բան չի կարա լինի։ Եթե դու հիվանդությունը հայտնաբերել ես, հիվանդության այդ դեղն էլ տուր այդ պրեպարատը, տուր ասա տղա ջան, տար սրս կա։ Ձեզի ասලා չգիտենք։ Մենք չգիտենք էդի ինչա, չգիտենք։ Բայց դու էլ ինչ մասնագետ։ Որի զանգում ես ասում է փոխարինող, ո՞նց կարա դեղը փոխարինի։ Եթե ասենք այդ դեղը չկա փոխարինողը ո՞րն է։
Փոխարինող չկա, ինձ հենց դեղն է պետք, որ ես բերեմ սրսկեմ։ Թե եթե շատ արին, ես ասել եմ, կդիմեմ ամենավերջի մարդուն, ես կանեմ, որ իրանք կկան իրանց միջոցներով կսրսկեն, բուժումները կանեն, թողեն կետան։ Էսի ես սենց չեմ թողա։ Էսի սենց չի մնալու։ Ես դրա վրա քրդինք եմ թափել։ Ես էլի եմ ասում, ես ողորմություն չեմ խնդրում։ Հիմա կարող է ես երկու օր առաջ իրանց խնդրել եմ, սրանից հետո կպահանջեմ արդեն։ Երկու օր առաջ ես լաբորատորիայում խնդրեցի, ասեցի ցավը տանեմ։ Հենց է որ ես լուրջ գլխականակի հետ խնդիր ունեմ։ Դու եթե ասում ես 5 օրից պատասխանը գտա, CD մեկի բան էլի 5 օրվա ես կարող եմ 100 հատ գար թափել։ Ու դենց էլ եղավ, այնա 5 օրվա 100 հատ գար թափել։ Մենակ այսօր 8 հատ 9 հատ արդեն։ 9 հատ, 9-րդը այնա հանեցիք տեսակ, դուք տեսակ։ Օրը նոր ասկսվե։ Օրը նոր ասկսվե։ Նոր ասկսվե, որտեվ ամեն ինչ անտերության է, մադը մեդիայի դրանից է։ Вообще Որտե մեր բանը մարդիկ սմես պիտի, ալվարը նես։ Մարդիկ իրաց տեղում չեն, այսօր մենակ աթորին նստելով չի, եղավ, պետք է մարդը լինի գա, մի հատ նայա, տենա, վերջը սա արեք, այդ ցավտանվեցի համաճարակ է։ Բայց մեր աթորի գա ֆրասին, աթորը Սաղ ձակուկներն են, որը նայում ես մաքուր, ոչ միտիս, տիզերը вообще ոտերի ու թևերի տակ է ալնում, որը նայում ես Վերջինը երևի 15 օր առաջ ենք միջոցառում արել, այդպես հետ կապված, այդպես խնդիր չենք ունեցել։ Դո տիս պետք է լինի, որ խնդիրը լինի։ Այս ամսին էդել 5-6 օրվա անցնում է։ Մի հատ բուժում ենք անում անցնում է, այս չի որ։ Վախտին օր գան մի հատ նայեն, մենակ աշխատավարձ չստանան, այսպես բաներ չի անի, ախպեր, էսի ցելի ապրուստ է, էսի գնաց, էսի ինչ պիտի անի։ Վարկ ունենք տալու, տոես ունենք, են ունենք, էլի ոնց պիտի փակվա, լավ, մի ես չեմ, այս մարդը ոնց փակա։ Իրանք իրաց պետական փողը առնում, քաշում են, իրանք ինչ է հետաքրքրում, որ գան նայեն ինչ եղավ, ինչ եղավ։ Ես ժամաստեն նկարում ես, ով եկավ նայեն ինչ եք նայեն, կամ ինչ ես նկարում։ Ես միջև տարավարկի։ Միշտ էլ սենց է եղել, էսի առաջի դեպքը չի։ Վերջինն էլ չի եղնի, միջև այդպես մեր բան չելեն չի կարգավորվի էսի։ Ահա, համայնքներ կա, եզդիներ կա, մեծ փոքր գլխականակ են պահում, էլի էս վիճակն է։ Ես էսի պետք է տանեմ թաղեմ իմ միջոցներով չէ, իրանք կղրկեն տեխնիկան կտանեն կթաղեն էսի։ Ես էսի սենց հələ շարունակվելու է, էլի որ չհասնի։ Դու հենականդ միջև թաղես, հետ գաս կեսել կսատկեն։ Ես թաղելուց էլ պետք է նկարեմ, էլի կնկարեմ կուղարկեմ ձեզ էլի այս ամեն ինչը ու էսի ես արդեն զգացել եմ, էսի շարունակվելու է, էսի նոր սկիզբն է։ Էսի միջև էս անասունի կեսը չետա, ես ասել եմ, մի հատ լավ խոսք է, ասում են ինչ գնաց, ինչ մնաց, ում զանգում ենք էդ է ասում, հույս են տալիս, ինչ գնաց, ինչ մնաց, всё։ Այն օրը եկել են ասում են ձեզ համբերություն։ Այդ ձեզ ինչ կա, ձեզ ոչ մի բան չի անում, ոչ ձեր աշխատավարձնա կրճատվում, ոչ ինչ լինում, այսօր ընդ Համբերություն, դա եղա բանը, գնա մերը արի սիրեմ։ համբերություն էլի, ձեզ համբերություն։ Հոգի անաստապահով զանգենք 10-ի մոդել նույն վիճակն է ու տիրություն այնող չկա։ Ման մենակ զանգում ես, մենք պարապ չենք, սպասեք կզանգենք, դե սպասեք, որը 30-40 հատ սաատ Ես էլի եմ ասում, ես ոչ ասում եմ բերեք դուք սրսկեք, այ մի ես ասում եմ, ոչ ասում եմ բերեք դուք սրսկեք, ոչ ասում եմ բերեք դուք միջոցառում եք, դուք տեղի անունը կոնկրետ ասեք, որ ես տեղը Որ ես բուժումն եմ, ես միջոցներով առնեմ։ Իմ բանով, իմ ընկերների հետ ես միշտ էլ միջոցառումները ես եմ արել։ Ինչ միջոցառում կա անտիբիոտիկ կա, չգիտեմ, այնտեղ բանա, չափանակ, այդ միշտ էլ մենք ենք մեր միջոցներով արել։ Դաբաղը անելուց գալիս է անում անասնաբուժը, էլի մեր միջոցով, ինքը սրսկում է, մենք բռնում ենք, ինքը ոնց ասած մեզ չի վստահում, ինքն է սրսկում, որ հետո չասի, դու չես սրսկե, տեղը տվել եք չես սրսկե։ Արունը գալում է, ինքը վերցնում է, էլի մենք ենք բռնում, ինչ հասնում է, մենք ենում ենք, բայց էսի արդեն ես ասում եմ, եթե ինչ որ արձագանք չեկավ, էսի արդեն իրանք իրանց միջոցներով են Հա, անում։ անցած տարի Լրիվ էսի իրանք։ պիտի քշենք այդան կառավարության դեմը կանչենք սենք նայեք, տեսեք, այս հենց ավտոն պիտի քշվի, այդանք Նիկոլի մասից նայա, աշխատողները տես ինչ են են։ Տանես ընդեղ լսնես, թողես անցած տարի մարդու անասունից արում վերցրին։ Բրոցիլոզ է, հա, մի հատ հարգադիր մորտի են տալի։ թողեցին, հա, որ բանանի Չէ, բարձրազայնել։ Չեն Հա, բարձրացնել։ անասունը հիվանդ է եղել, հա, Հարգադիր մորթի ենք չես բանել։ կարող մարդկանց մեղադրել, անասունը հիվանդ էր, ենթարկվում է հարգադիր սպանդի, всё, այդ անասունը պետք է հետա, որ մյուսները չվարակվեն։ Կարող է ասել ենք, չէ, պետք է մենք այդ հիվանդ անասունը պահենք, այդ անասունի ամենաշատ այդ անասունի կատիցումը մսից մենք ենք օգտվում, մենք չենք կարող այդ անասունը դնենք մարդկանց կյանքը վտանգի տակ։ Էդի ես համաձայն եմ, ճիշտ են արել, բայց էսի եղնելու բանը այդ ցավը տանում, սենց բանը, սենց ուր ես տեսել սենց բան։
Հիմա սա ինչ եք ուզում անեք։ Էսի հետո միջև առավոտ պատասխան չեկավ, ինչ որ մեկը չեկավ, էսի սենց առավոտ ավտոյով կառնենք այդան կառավարության շենքի դիմաց, որ մարդիկ գոնե մեկ գիշ վրա մնան, որ սենց բաներ չեղնի, մի գիշ վրա մնան գոնե։ Միջև առավոտ ոչինչ ձեն չեն կանա, տեսել են արդեն վիդեոները, առավոտ եթե բան չեղավ, էսի սենց կառնենք այդան կառավարության դիմաց ու կբացենք հերթով կգցենք ցած, տենանք ինչ է անում։ Ձեր խնդրանք Մենակ մերը չի, մեր նման 100 հոգի սենց մարդիկ մի տարապում են, պրոստը ոչ մեկին տիրություն ենող չկա, всё, անտերու ձեր խնդրանք պահանջել ոչ փողա, ոչ փոխհատուցման, մասնագետը։ Ինչն է պատճառը, մենք դեղնել մենք կառնենք, իրանցից մենակ պատճառ կոնկրետ ասեն որ ես հիվանդությունն է բուժեք, всё, մենք ենենք։ Ուրիշ ոչի բան չենք ուզում, դեղի անունը տան, всё։ Դեղատները դեղ չկան, ասնաբուժարները դեղ։ Դեղը բերեն դուք ձեր միջոցները պատրաստ եք։ Առանց այդ տուժել եք շատ մեծ։ Իրանցից բան պետք չի սեն ինչ է սրա պատճառը, всё, մենք դեմն առնենք։ Էս ինչ է, էսի սենց առավոտ կառնենք, հադա քաղաքի մեջ գցելով կետանք որ տենան ինչ տանջանք ենք ուտում ու այսօրին ենք գնում։ Այդ մեծ հելի տարի սպասել ենք էս մեկ գարին, այդ մեր ոշխարը հելի տարի պայել ենք, սպասել ենք էս մեկ գարին, բայց լնա ինչ է կատարում։ Առավոտ ժամի 9-ից մինչև էս պա դուք ու աշկով տեսար, արդեն 10-ը ցածկել է։ Մինչև իրիկուն քանի հատ կսատկի։